Տեսեք, մենք ձեր աչքի առաջ արդեն երկրորդ տարին է պտտվում, ինչ անընդհատ աշխատավարձի բարձրացման ու կամավորի հետ կապված անարդարությունների դեմ անընդհատ պայքարում ենք, անընդհատ մեր առաջ պատ են դնում եւ հետո պարզվում է, որ վարչապետին հասել է ինչ-որ ինֆորմացիա, որ կամավորը շատ լավն է, շատ իդեալական է ու շատ չգիտեմ, էլի հարմար է ու ուսուցիչները գոհ են։ Այն իրական պատկերը, որ կա, դա չի հասնում տեղ։ Դրա համար ոնց հասկանում ենք ուսուցիչների շահերը օրենքով սահմանված, կարծես թե տրված է արհմիություններին ու մենք կօգտվենք այդ հնարավորությունից ու կամ կստեղծենք արհմիություն կամ ստեղծված արհմիությունների մեջ կգտնենք այն արհմիությունը, որը որ կխոստանա, որ անշահախնդիր ուսուցիչների շահերը կպաշտպանի եւ որևէ պահից սկսած վերադասների կամքը մեզ չի թելադրի ու համայնքով, ամբողջ համայնքով կմիանանք տվյալ արհմիությանը, այսպիսի ապագա պլաններ ունենք, որտեղ որևէ ուսուցիչ անընդհատ այդքան ժամանակ չունի, որ իր ժամանակը իր աշխատանքից կտրի ու անընդհատ տրամադրի նմանատիպ զեկույցներին, մինումներին, պատասխաններին ու ընթացքներին, հա։ Այս արհմիություններին դիմելու, որտեղ օրենքով սահմանված իրենք նման գործառույթներ անելու իրավասություն ունեն։ Մենք էլ որ ասում ա կվճարենք ու կպահանջենք։ Ամբողջ աշխարհում արհմիությունները բավականին լուրջ գործառույթներ են անում տվյալ ոլորտի աշխատողների շահերի աշխատանքային իրավունքների պաշտպանության գծով ու մենք էլ կհասնենք դրան, որ մենք էլ կունենանք նման զարգացած արհմիություն։ Այլ տարբերակ մեզ չի մնում։ Իդեպ նման առաջարկ ինձ դեռ 2018 թվականին այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանն էր արել, որ կարող եք ինքներդ ստեղծել արհմիություն եւ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը։ Այդ ժամանակից երևի պիտի օգտվենք այդ առաջարկից ու զբաղվենք այդ հարցերով։ Վստահել ենք վերադասներին, վստահել ենք մեր ընտրած կառավարությանը ու մտածել ենք, որ իրենք կանեն, կպաշտպանեն ուսուցչի շահերը, արդար մարդու շահերը։ Դրա համար էլ որևէ նմանատիպ զբաղվել ենք մեր աշխատանքով, սենց ասեմ։ Բայց հիմա կարծես թե դրա կարիքը արդեն ստեղծվեց, որովհետև 2 տարի անընդհատ մենք բոլոր կառույցներով, տարբեր ձևերով դիմում ենք, առաջարկում ենք, խնդրում ենք, ներկայացնում ենք, նույնիսկ հա օրենքով ամեն ինչով, բայց արդյունքում ստացվում է, որ իրենք մեզ ուղղակի չեն լսում։ Իսկ կա Հայաստանում նման արհմիություն, որ հենց ուսուցիչների, հա, շահերով, հարցերով է զբաղվում, թե լրիվ նորից զրոյից է։ Հիմա նմանատիպ փնտրտուքների մեջ ենք, այս պահին այդ գործառույթներով ենք զբաղված, բոլոր ուսուցիչներով, հիմա ամեն մեկը տեսնենք իր շրջապատում եւ այլն, եթե կգտնվի որևէ մեկը կանի, չի գտնվի, ուրեմն ուսուցիչների մեջ ակտիվ խումբը ովքեր կցանկանան զբաղվել նման գործառույթով, իրենք կստեղծեն այդ կառույցը, մենք բոլորով կմիանանք այդ կառույցին։ Այո, մենք բոլոր մեր տարբեր տիպի նամակներին ստացանք այնպիսի նույնաբովանդակ պատասխաններ, իրենց պատասխանները նույնաբովանդակ էին, բայց իրենք նշում էին, որ մեր դիմումներն են նույնաբովանդակ։ Այսինքն մեր այդքան տարբեր դիմումները, տարբեր հարցերով, տարբեր խնդիրներով անընդհատ տարբեր կողմերից ներկայանալ, իրենք համարեցին նույնաբովանդակ ու իրենց նույնաբովանդակ պատասխանները կարծես թե ինչ-որ ավելի տարբերվող էին համարում։ Իրենք անընդհատ գիտական մակարդակով հարցեր են տեղադրում, որ ուսուցչին ընդհանրապես այդ գիտական մակարդակի հարցերը պետք չի։ Երբ որ մենք ասում ենք դու գիտական մակարդակի հարցեր եք տեղադրում, իրենք ասում են ոչ, դա ծրագրերով ու չափորոշիչներով է, հա, բայց ասելով հոչի, փաստը մնում է փաստ, որ այդ թեստերը տեղադրված են կայքում ու ցանկացած մարդ կարող է բացել, տեսնել այնտեղ ինչ հարցեր կան տեղադրել, ու ասելով չի, որ դա չափորոշիչներին համապատասխանում է։
Մի խոսքով, այդ ինչ որ մանր ինչ որ բաներ են կարգավորումներ են արել, որը որ ընտերական ազդեցություն չի ունենալու կամ շատ քիչ մարդու վրա կունենա որը էլի մեկը հաջորդ տարի իրենք մի հատ այնց թեստելի կմոգոնեն, որ արդեն դա էլ չի օգնի։ Այսինքն հա գնալու խնդիրը իսկ ուսուցիչ պահանջել գիտնականի մակարդակի կամ չգիտեմ բուհական մակարդակի ինչ որ ծավալ, այն էլ շատ մեծ ծավալով ու փոքր ժամանակի, շատ փոքր կարճ ժամանակի մեջ, դա ո՞նց կարելի է։ Ես ինձ ասեմ դուք այդ ձեր տված ժամանակի մեջ այդ քանակի հարցեր ձեզ տան, դուք կկարողանաք տակից դուրս գալ, չեք հասցնի, մեկը ես ֆիզիկապես չեմ հասցնում այդ ժամանակի մեջ, ու դա չի նշանակում, որ ես դա չգիտեմ, ես ուղղակի չեմ էլ հասցրել կարդամ մնացածը, մարդ ենք, չի կարելի մարդուն այդ կարգի տենց սեղմել ու հետո հանրության առաջ բարձրաձայնել, որ ուսուցիչներն այնքան անգրեկետ են, որ տեսեք մենք տոկոսն ենք իջացնում, շատ վիրավորական է դա, տոկոս իջացնելը շատ վիրավորական է, գրեք 60 հարցի տեղը 30 հարց, այնքան դրեք ինչքան է հնարավոր է, որ միջին արագության մարդը դա կարողանա անի, իրանք դրել են ամենաարագությամբ աշխատող ուսուցիչը, ինչքան կարա անի, հələ մի քիչ էլ ավել են դրել, որ ասենք 100% չհաղթահարի, էլի։